Uzun bir fakat bunu tutuşmaya çok kadar uğraşmaya. Խաղաղություն ձեզ։ Ողջունում եմ բոլորիդ արևի որդիներ, որ հավաքվել եք հերթական անգամ եզդի ժողովրդի ազգային տոն հռչակված սրբատեղիի այս տարածքում մեծ արարողության։ Ընդամենը 1 տարի է անցել մեր նախորդ հավաքից եւ ահա մենք տեսնում ենք սրբատեղիին հարող տարածքը հրաշալի խնամքի մեջ, հարդարման մեջ եւ դեռ ավելի ու ավելի պիտի ծավալվի խնամքն ու հարդարանքը, որովհետեւ արվում է սիրով։ Շնորհավորում եմ ձեզ։ Սիրելի եզդիներ, եզդի համայնքի սիրելի ներկայացուցիչներ, որ աշխարհի տարբեր ծայրերից հավաքվել եք այսօր, ձեզ հարազատ հայրենի երկնքի ներքո տոնը տոնելու։ Ցավում եմ, որ այս անգամ մեր հավաքույթը համընկնում է դարակազմիկ առումով ահավոր իրադարձությունների հետ։ Աշխարհի ուժեղները դեռևս լավ ու վատ առանց տարբերելու ուժի դիրքերից են խոսում, նրանց հետ, ովքեր փոքրաթիվ են, բայց եթե ժողովուրդը մշակույթի կրող է, մշակույթը փոքր չի լինում։ Սիրելի եզդիներ, իրակում վերջերս ողջ աշխարհի աչքի առջև իրականացվեց եզդի ժողովրդի հերթական ցեղասպանություն, որ սակայն վկայում է այն մասին, որ եզդի ժողովուրդը հավիտենական կյանք ունի։ Ես ուզում եմ հիմա խնդրել, որ ամենքս լռությամբ հարգենք եզդի ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակը։ Շնորհակալություն։ Այս ծափերը վճռականության նշան են, ոգևորության նշան են, եւ հիմա մեր հրաշալի հանդիսույթը բացելու համար ես ուզում եմ բեմ հրավիրել ամենքիս սիրելի մի երգչի, ով իր խրոխտ երգը պիտի բերի բոլորիս որպես ողջույն ու շնորհավորանք։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյան։ Հայաստան երկիր դրախտավայր դու մարդկայնո ցեղին օրրան դու եւ բնիկ իմ հայրենիք Հայաստան իվեհանուտ խինսնիվոհուշ վակևարի ինոր խրախույս իվեհանուտ սիրտիմոհուշ վակևարի
նոր խրախույս եւ անցկարյաց իքես հուսամ իքես հույսի միայն Բարեկամներս, այժմ ես սիրով բեմ եմ հրավիրում հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանին եւ հարգարժան Շեյխ Հասան Հասանյանին։ Մեծարգո պարոն Մարզպետ, մեծարգո պարոն Սարգսյան Արարատյան հայրապետական թեմի թեմական խորհրդի ատինապետ, գերաշնորհ Սրբազան հայր, արժանապատիվ տերայրներ, սիրելի եզդի ժողովրդի զավակներ, գալիս ենք ձեզ փոխանցելու հայ առաքելական մեր սուրբ եկեղեցու բիր օրհնությունները ձեզ բոլորին։ Ինչպես գիտեք, մենք առաջիններից մեկն էինք, որ երբ կատարվեց այդ ոճրագործությունը Իրաքում, Սանջար լեռան վրա, եւ մարդիկ տեսնում էին այդ պատկերը սարսափազդու, արդեն պատկերացրեցին, թե 20-րդ դարի սկզբին ինչ է կատարվել նաեւ մեզ հետ։ Ոչ ոք չէր կարողանում պատկերացնել, որ 21-րդ դարում այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհում կարող է կրկնվել այն, ինչ որ եղել էր 20-րդ դարում Թուրքիայում հայ ժողովրդի հետ։ Եվ մենք մենաշնոր չենք համարում ցեղասպանությունը մեզ համար։ Եվ մենք եղանք ցավակից, վշտակիր, եզդի ժողովրդի հետ միասին նրա մղված, նրան հարվածած այդ ահարկու հարվածին։ Եվ մենք չենք կարող բնորոշել այլ ձև, հետև ոչ իսլամական կրոնի հարվածը, ոչ իսլամական ժողովուրդներին։ Ես քաղաքականություն չեմ հասկանում, սա կրոնական պատերազմ է, որը ուղղված է ոչ քրիստոնյա ժողովուրդների կողմից եւ նաեւ քրիստոնյա եւ նաեւ ոչ քրիստոնյա, որոնք չեն դավանում իսլամը, որովհետեւ հարվածը նպատակ ուղղված էր։ Դարերով ապրող մուսուլում մենակ 2000 ավելի եկեղեցի են ունեցել, ասորի, քաղդեացի եւ նաեւ հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Այսօր ոչ մի քրիստոնյա, ոչ մի եզդի չի ապրում այդ շրջաններ, որոնք դարեր շարունակ ապրել են։ Եվ մենք նույնպես մեր բողոքի ձայն ենք բարձրացնում առ Աստված եւ հայցում ամենազոր Աստծուն, որպեսզի խաղաղության մեջ ընդունի նրանց հոգիները եւ արժանացնի Աստծո արքայությանը։ Մենք վշտակիր ենք ձեզ հետ միասին, որովհետեւ դուք եք դժվար պահերին կանգնած եք եղել հայ ժողովրդի կողքին, թե 15 թվականին, թե Սարդարապետի ճակատամարտում եւ նաեւ մեր օրյա Արցախի ազատագրման սրբազան պայքարի օրերին։ Թող Աստված երկար տարիների կյանք պարգևի մեզ բոլորիս, որպեսզի մենք շարունակենք փառաբանել, բոլոր պարագաներում փառաբանել ամենազոր Աստծուն, որպեսզի նա խաղաղության մեջ պահի ամբողջ աշխարհը, հատկապես մեր Հայաստան աշխարհը եւ խաղաղություն այն նահատակ հոգիներին, որոնք զոհվեցին իրենց հավատքի, իրենց ազգության համար։ Աստված թող օրհնի նաեւ ձեր տոնը, սիրելի եզդի ժողովուրդ, եւ թող Աստված պահի եւ պահպանի ձեր ժողովրդին եւ շուտապույտ թող վերանա այդ ճգնաժամը Իրաքում եւ դուք վերադառնաք ձեր հարազատ օջախները։ Նաեւ շատ կարեւոր է շեշտել այն հանգամանքը,
որ ձեր եղբայրները քույրերը ասեն, որ ամենաապահով երկիրը եզդի ժողովրդի համար դա Հայաստան աշխարհն է։ Եվ այդպես էլ կա, որտեղ դուք այստեղ զգում եք ձեզ որպես ձեր հայրենիքում, եւ մենք ձեզ համարում ենք որպես եղբայրներ եւ քույրեր։ Աստված օրհնի ձեզ բոլորին եւ շնորհավոր ձեր լուսավոր տոնը։ Սիրելի հանդիսատեսներ, եղբայր հայեր եւ եզդիներ, ես ելոտ ուլոցաղների ցավը կիսում եմ Շանգալի վերաբերող կոտորածը մասին։ Այսպեսի կոտորած ոչ մի ազգ երբեք ոչ մի դարում չեր տեսել, բայց միայն մեզ հասկանում են մեր հայ եղբայրները, որովհետև դրանք էլ են այդ կոտորածը տեսել, այդ ցավը իրենց վրա զգում։ Միևնույն ժամանակ ես իմ շնորհակալություն եմ հայտնում հայ դիվանագետներին, նաև Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին, որը Ամերիկայում ձեն բարձրացրեց, թե ազգային փոքրամասնություններին մուսուլմանները ինչպես են վերաբերվում, ոնց են կոտորում։ Իսկ Հայաստանում ազգային փոքրամասնությունները իրենց լիերավ տեր են ճանաչում հայոց աշխարհի, Հայաստանի քաղաքացի եւ օգտվում են բոլոր բարիքներից, բոլոր իրավունքներից։ Այո, Սրբազանը ճիշտ ասաց, Հայաստանը մեր եզդիներից հայրենիքն է, իրոք որ հայրենիքն է։ Հայրենիքն է այն բնավայրը, որտեղ որ չեն ճնշում, որտեղ որ չեն կոտորում, որտեղ որ տարբերություն չեն դնում։ Թվով սա 73-րդ կոտորածն է եզդիների վրա։ Դարերի ընթացքում քրդերը, մուսուլմանները կոտորել են եզդիներին, ընդամենը շինջարում մնացել են մի բուր եզդիներ մոտավորապես 800-ից 1 միլիոն ժողովուրդ, եւ դրանց վերջն ընտրվեց։ Թե ինչ կլինի դրանց վերջը, արդեն մենք ապավինում ենք քրիստոնյա երկրներին, աշխարհի մեծագույն երկրներին, թե դրանք կարողանան օգնել դրանց։ Աստված բոլորին օգնական նաեւ նրանց։ Իսկ այսօրվա տոնի կապակցությամբ ես շնորհավորում եմ բոլորիդ եւ ձեր բոլորի անունից իմ խորին շնորհակալություն եմ հայտնում Միրզա Սլոյանին։ Իր ջանքերով կառուցվել է այս վեհաշուք տեսարանը, մեր սրբավայրը, որը դարերի ընթացքում մեր պապերի իղձն էր, որպեսզի այդպես մի սրբավայր ունենալ, բայց մենք չկարողացանք անել, Միրզան կատարեց։ Շնորհակալություն եմ հայտնում Միրզային։ Ես մի երկու խոսքի լասեմ մեր լեզվով, խոդը խոտր նոյ խոքի, խոտր 1001 նոյ խոքի, խոտր 2002 նոյ խոքի, խոտր 3003 նոյ խոքի, խոտր խոսակալները դիվանա խոքի, խոտր դիվանա հասարան սերքի, խոտր լալշավ նուրանի տավսա կադիմիքի, դերգե խրովեքի, դերգե շարոդոդի, ալդայ դնյալքի մհակամքի, հաշար պոլբե խոդենոս ռամբեկի մերի եզդիի թավայի, ռամա վաբրեսեր Կոշտի շանգոլի հևե, քեժավայքի բե մեզել, բե քեֆեր, բե բոտն, բե գլի բոտն, կասնի դան, չխավատնա կոշտանի, քեդերը հոտնա կոշտանի, ու չջուրագի բի ոխրի ողոնը։ Բրը խադի ոխրի ոխիր բդա թամայմա մլետ, ասաժի ոխրի ոխիր բդա ողոնը։ Սա ողոնազ, սարխաշե դմա թամամի մերի եզդի, բրը հունա խոշն, տայմու ողոնա խոշն, խադի ոխրի ոխիր բդա։ Քիրան ախիրը բրը խադի բդա, خواهد چند خروز دنگا درش بختواری صحت قواد بدن میرزه چولو اولادی پیمایی و اگه دست نگیان دمراز مز یاد تمانی بداره بوک زمان متن بر زیارتی دبن امتن بر زیارتی دبن دست نگیش دمراز مه خواهد مرازی بقیدین چندی دبر قنجی هنه پیشی خواهد میسر خواهد چند خروز بدن Սիրելի բարեկամներ, այս օրվա մեծ խորհրդի մասին խոսք ունի բացման խոսք Լորվաձոր հայրենակցական միության նախագահ պրոֆեսոր Սերգո Երիցյանը։ Հարգելի պարոն Մանուկյան,
Ղարամանյան, պարոն Սարգսյան, գերաշնորհներ, հարգելի ներկաներ, հայրենակիցներ, իսկապես մենք այսօր այստեղ հավաքվել ենք մի շատ կարևոր իրադարձության։ Այս հատվածում սրբատեղից ոչ այնքան հեռու մենք քիչ հետո ականատես կլինենք 5 հուշարձանների բացման։ Կենտրոնում, որ դուք կտեսնեք այդ հուշարձանը, հայ-եզդիական բարեկամության հուշարձանն է, որը կոչվում է եղբայրության և բարեկամության հուշարձան։ Այս հուշարձանը իր սլացքով խաչն է, խաչին փարված է արևը, այնուհետև հայկական զվարթնոցյան խոյակները և իհարկե սիրամարգը Մալաքե Տաուսը, այսինքն այստեղ իսկապես բարեկամության խորհրդանիշեր են, որը այս սրբավայրին դարձնում է նաև հայ եզդիական բարեկամության կենտրոն։ Այդ բարեկամության կրողները ևս քարեղեն այստեղ են։ Ուրեմն հուշարձանից աջ Ուսուփ բեկի հայոց առաջին խորհրդարանի անդամի հասնների ցեղապետի եզդի ժողովրդի արժանավոր զավակի հուշարձանն է։ Այս հատվածում հայ ժողովրդի արժանավոր զավակի հուշարձանն է, Անդրանիկ Զորավարի հուշարձանն է։ Դուք շատ լավ գիտեք, որ Անդրանիկ Զորավարը ջերմ բարեկամությունն էր և Ուսուփ բեկի և Ջահանգիր աղայի հետ։ Այդ իսկ պատճառով մենք այնպես ենք մտածել, որ նրա կողքին կլինի հավերժ Ջահանգիր աղան։ Այսինքն այս հուշարձանների ներկայությունը այստեղ որևէ պատահականություն չէ, այստեղ իսկապես այդ բարեկամությունը նաև քարեղեն իմաստավորված է և հուշահամալիրի վերևի հատվածում ոգեկոչում հուշաքարն է նվիրված հայոց ցեղասպանության 100-ամյակին։ Այն բնականաբար գիտեք ինչ իրադարձության է նվիրված և այդ հուշաքարը ևս հայ եզդիական բարեկամությունը խարսխող, նաև դժվարության պահին խորհրդանիշ է դարձել այստեղ։ Այսինքն մենք այստեղ ունենք ուրեմն այս 5 հուշարձանները, որը քիչ հետո ես կարծում եմ դուք իրենց շքեղությամբ, փորձեմ այսպես ասել, դուք կտեսնեք։ Եվ ընդհանրապես Միրզա Սլոյանը, որ ստեղծել է այս սրբավայրը, նա քիչ հետո կմոտենա այս պահին, նա հիմա այստեղ չէ, հիմա կգա, ես կարծում եմ հենց նրա նպատակն էր, որ այն դառնա հայ եզդիական բարեկամության սրբատեղի, դառնա մի վայր, որտեղ կարելի է գալ, ոգեկոչել այդ բարեկամությունը, այդ հզոր պինդ և ամուր բարեկամությունը հասկանալ, ընկալել և փոխանցել նաև մեր երիտասարդներին։ Ասեմ, որ այսօր մենք նաև կազմակերպիչները նշում են Ուսուփ բեկի 145-ամյակը։ Փաստորեն ոչ ճշտված հոկտեմբեր ամիսը Ուսուփ բեկի և նաև Ջահանգիր աղայի ծննդյան ամիսն է և լրանում է նաև Ջահանգիր աղայի 140-ամյակը։ Այնպես որ նաև մենք այսօր հոբելյանական այս հետաքրքիր տոնակատարության մասնակիցներ ենք։ Ես կարծում եմ, որ այսօր իսկապես այստեղ պետք է լինի այն տոնը, որը մենք ամեն օր ունենք, դա իսկապես մեր անխախտ բարեկամության տոնն է։ Սիրելի բարեկամներ, քիչ առաջ հարգարժան Հասան Հասանյանը իր խոսքում նշեց, թե դժվարին այս օրերին եզդի ժողովրդի կողքին կանգնած է եղել հայ պետականությունը, հայ իրավաբանները։ Այս պահին ես ուզում եմ սիրով բեմ հրավիրել ողջույնի խոսքը ասելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար պարոն Հովհաննես Մանուկյանին։ Հարգարժան պարոն Մարզպետ, հարգարժան պարոն Սարգսյան, սրբազան հայրեր, սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ այսօր բոլորից շնորհավորել այս գեղեցիկ և մեծ խորհուրդ պարունակող տոնի կապակցությամբ,
մեր ժողովրդի, հայ ժողովրդի մեծ բարեկամ Եզդի ժողովրդի ազգային տոնի կապակցությամբ։ Այստեղ նախորդ ելույթ ունեցողները խոսեցին մեր ժողովուրդների բարեկամության եւ այն ջերմության մասին, որը հայ ժողովուրդը եւ Հայաստանը տվել է Եզդի ժողովրդին։ Սա բնական է, սա մեր պարտքն է եւ սա մեր հոգու ցանկությունն է։ Հայ եւ Եզդի ժողովուրդների բարեկամության մասին կարելի է շատ երկար խոսել։ Պատմական ակունքների մասին, մեր համատեղ անցյալի մասին, մեր համատեղ պայքարի եւ մակարոնների մասին։ Բայց ես այսօր չեմ ուզի պատմական ակնարկներ կատարել եւ չեմ ուզի շատ երկար խոսել, որովհետեւ մեր ժողովրդի բարեկամությունը, մեր ժողովրդների միասնականությունը դա ընդհանուր շահերի եւ ընդհանուր արժեքների վրա է խարսքված։ Եվ այն ջերմությունը, որ այսօր այս փոքրիկ, բայց սուրբ հողակտորի վրա, որը կոչվում է Հայաստան երկիր, միավորել է մեր երկու ժողովուրդներին, ես վստահ եմ, որ դա ունենալու է շատ երկար ապագա։ Եվ մեր ժողովուրդները այս փոքրիկ հողակտորի վրա միասին համատեղ ջանքերով շատ մեծ գործեր ունեն անելու։ Ես այսօր այս ամբիոնը օգտագործելով ուզում եմ ասել, որ հայ ժողովուրդը ցավակից է ձեր այն դժբախտություններին եւ դժվարություններին, որոնք դուք ունեցել եք ձեր բարդ պատմության ընթացքում եւ նաեւ ցավոք սրտի այսօր դեռևս ունեք։ Դուք գիտեք, որ այն դաժան իրադարձությունները, որ տեղի են ունեցել եւ ցավոք սրտի դեռևս դրանք ավարտված համարել չի կարելի հյուսային Իրաքում, դրանք արժանացել են մեր երկրի կողմից, մեր երկրի քաղաքական ամենաբարձր ղեկավարության կողմից, ընդհանուր մինչև հանրապետության նախագահ, դատապարտման աշխարհի ամենաբարձր ամբիոններից։ Եվ դա ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը եւ Հայաստան երկիրը ձեր կողքին է։ Դուք կարող եք այստեղ զգալ ապահով, դուք կարող եք այստեղ խաղաղ ստեղծագործ աշխատանքով զբաղվել եւ միշտ իմանալ, որ հայոց պետությունը եւ հայ ժողովուրդը ձեր հետ է եւ ձեր դժվարություններին եւ ձեր դժբախտություններին զինակից։ Սիրելի բարեկամներ, ես կրկին անգամ ուզում եմ շնորհավորել այս գեղեցիկ տոնը եւ ուզում եմ բոլորի շնորհավորել այս գեղեցիկ նախաձեռնության առիթով եւ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակից են եղել այսօրվա օրը եւ այսօրվա տոնը իրականություն դարձնելու համար եւ միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ այս քարե արձանները եւ քարե հիշատակները, որ այսօր այստեղ կան եւ այսօր կբացվեն, դրանք պարզապես հուշարձաններ չեն։ Դրանք հայ եւ Եզդի ժողովուրդների բարեկամության անխոս վկաներն են։ Բարեկամություն, որը եղել է, բարեկամություն, որը կա, բարեկամություն, որը լինելու է հավերժ եւ ամրապնդվելու է։ Շնորհավորում եմ կրկին անգամ բոլորիս, կեցցե հայ ժողովուրդը, կեցցե Եզդի ժողովուրդը եւ կեցցե մեր ժողովրդների բարեկամությունը։ Սիրելի բարեկամներ, ես հասկանում եմ ինչքան բազմամարդ է մեր հանդիսույթը, բայց եւս մեկ անգամ պիտի խնդրեմ մի քիչ հետ քաշվել հուշարձաններից, որովհետեւ հիմա արդեն վրա է հասել այն դրվագը, երբ ամենքս պիտի պատիվն ունենանք վկան ու ակատնատեսը լինելու բարեկամության եւ եղբայրության հուշարձանախմբի համալիրի բացմանը։ Ես սիրով ահա պատվո պատվիրակություններին հրավիրում եմ արձանները բացելու արարողությանը։ Բարեկամության եւ եղբայրության հուշարձանի բացման պատվիրակությունը ներկայացնում են պարոնայք Աշոտ Ղահրամանյանը, Միրզա Սլոյանը, Սերգո Երիցյանը, Զադո Ջնդոյանը, Լևոն Սարգսյանը, Հովանես Մանուկյանը։ Ուսուպ Բեկի արձանի բացման պատիվը տրվում է պարոնայք Կարեն Խաչատրյանին, Մրազ Մստոյանին, Ուսուպ Բեկի հարազատներին, մասնավորապես թորներին եւ ծորներին, որ ներկա են այստեղ,
Ոգեկոչում հուշարձանի բացմանը, որ նվիրված է հայոց մեծ եղեռնի 100-ամյակ հիշատակին, հրավիրվում են Ամո Շարոյանը, Էջմիածնի քաղաքապետ պարոն Կարեն Գրիգորյանը, Թելման Ֆերոյանը, Յուրադասնին։ Անդրանիկ Զորավարի հուշարձանի բացումը կկատարեն պարոնայք Աշոտ Մելքոնյանը, Ազիզ Թամոյանը, Խաչիկ Մկրտչյանը։ Ջահանգիր աղայի արձանի բացումը կատարելու պատիվը տրված է պատմաբան Վահան Մելիքյանին, Սուրեն Խատոյանին, Բորիս Լազգիյանին և Ջահանգիր աղայի հարազատներին, մերձավորներին, մասնավորապես այստեղ իր որդին է ներկա։ Հիմա պիտի խնդրեմ, որ ծափահարություններով պատվիրակություններին հրավիրենք արձանները բացելու արարողություն։
բացված է մեր բոլորիս ծափահարությունները հեղինակներին, նախաձեռնողներին, Միրզա Սլոյանին, բրավո։ Սիրելի բարեկամներ, այժմ սիրով ձեր ուշադրությունն եմ հրավիրում հայոց մեծ եղերնի զոհերի հիշատակին, եզդի ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակին կատարվող հոգեհանգստյան արարողությանը, որ պիտի կայանա հանդիսապետությամբ հայ առաքելական եկեղեցու Արմավերի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանի և Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիսապետությամբ։ Սիրելի ներկաներ, այս գեղեցիկ հուշարձանների բացման ներկայացան, որ կան այլ եղերնի 100-ամյակին նվիրված աղոթք բարձրացնենք առ Աստված, նրանց եւ նաեւ մեր եզդի եղբայրների եւ քույրերի հոգիների խաղաղության համար, որոնք նահատակվեցին Լուսային Իրաքում։ Սկսենք տերունական աղոթքով եւ հրավիրում ենք ձեզ բոլորին միասին աղոթակից լինելու։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ եկինս ես, Սուրբ Եղիսի անուն քո, եկես սրբություն քո, եղիցին կամ քո, որպես երկինս եւ երկրի, հսած մեր հանապազոր, դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մենք թողուք մերոց սպարտականած, եւ մի տավիրս մեզ իպործություն, հայր կրկի ազվից չարեք, զիքոյ արքայություն եւ զորություն եւ հավիտյանը սավտեք։ Որքություն եւ արքայություն եւ սրբով, այժմ եւ ճիշտիվավիտյանը սարքելիչ, ամեն։ Ալելույա, ալելույա, Elor աղոտիցի մոծոգի որ քեզ եկես է, և մի դարձուն սարել սերսես կոհին է, Ալելույա, և էթոտ նայթոտ, և ուրտյան լվանո, սրփով է նրանից, Jesús es Cristo, morazón, esperas hacer, responder, hacerás paz. Jesús Christos hacer, Amen, amen, ասեմ ձեզ, եթե ոչ ատենցորեն ու անկյալ հերքի մերանից ինքն միայն կա, ապա եթե մերանից է, բազում արդյոնց արնե, որ սիրես զանջր արցագեզնա, և որ հատյա զանջր աշխարիք այս մեկ, իքյան սնավետենականս պայեսեզնա, Եթե ոգզիս պաշտից է, ըստ իմ եկես է և որ եսնեմ, ան և պաշտոնյան իմ եղեց է, եթե ոգզիս պաշտից է, պատվես ես նար և երեն Yeah.
օգվոց նանգուցելոց Քրիստոս Աստված, արահանգիստ եւ ողորմություն, եւ մեզ մեղավորածը շնորհած թողություն հանցանած։ Եվ ոսխաղությանոց տրաղաչեսով, վասնանգության օգվոց նաղաչեսուկս պրգիչն մեր Քրիստոս, զեզնոսան դարդարսն դասեսը, եւ ոս մեզ կեցուսը շնորի ողորմության յուրով, ամենակալ Տեր Աստված մեր կեցո է ողորմյա։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Քրիստոս որդի Աստուծո, անոխակալ եւ բարեգութ, գտակ ու արարչական սիրովետի հոգիս ամորեն ընջեցելոց ազգիս հայոց։ Իշա Տեր մանավանդ 1915 թվականին ի Հարմտյան Հայաստան վիրավոր նահատակած ազգիս հայոց։ Իշա նաեւ եւս առավել Իսային Իրաքում նահատակված եզդի մեր եղբայրների եւ քույրերի հոգիները։ Իշա ավուր մեծի Գալստյան արքայության քո, արարժանի ողորմության, քավության եւ թողության մեղած։ Դասավորյալ պայծառացուն Սուրբ Գարչակողմյան դասում։ Զիդու ես Տեր դադավոր կենթանիած եւ մերելոց, եւ քեզ վայրե փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ ավիտյանս ավիտենից ամեն, օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հայր որը դինս ես, Սուրբ Երիցի անուն քո, եկես արքայություն քո, Երիցին կամ քո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր անապազոր, դուր մեզ այսօր, եւ թող մեզ պարտիս մեր, որպես եւ մեկ թողում մերոց պարտաբանած, եւ մի տանիրս մեզ ի փորձություն, այլ փրկյաց մեզ չարե, Զիգվայ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Իշատակն արտարոց թող օրհնության միշվի։ Իշատակն արտարների թող միշտ օրհնության միշվի։ Ողորմի Աստված բոլոր։ Սիրելի բարեկամներ, հանդիսավոր այս պահին, երբ ես պատրաստում եմ ողջույնի խոսքեր տրամադրել, ողջույնի խոսք պատրաստած անձանց առաջինը Տանտիրոջ իր խոսքը ասելու համար բեմ եմ հրավիրում Արմավիրի մարզպետ պարոն Աշոտ Ղահրամանյանին։ Սրբազան հայրեր, պարոն Մանուկյան, պարոն Սարգսյան, սիրելի հայրենակիցներ, հիշարժան այսօրը մեր հայրենակից եզդիների տոնի կապակցությամբ թույլ տվեք Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Արմավիրի մարզի ողջ բնակչության եւ անձամբ իմ անունից շնորհավորել բոլորիս այս հրաշալի տոնի կապակցությամբ։ Մեր բարեկամությունը դարերից է գալիս եւ այսօրվա այս հրաշալի արձանների բացումը դրա վառ խորհրդանիշն է եւ այդ բարեկամությունը գնալու է մինչեւ հավերժություն։ Մենք բոլորս խորը կսկիծով իմացանք այն ցավի վերաբերյալ, որ Հուսեին Իրաքում մեր հայրենակիցներին եզդի ազգաբնակչության նկատմամբ այդպիսի ոճրագործություն կատարվեց։ Բոլորս խորին հարգանքով ցավում ենք այդ դաժան ողբերգությունը։ Ես նորից եմ կրկնում, ամենամեծ համայնքը եզդի ազգաբնակչության բնակվում է Արմավիրի մարզում եւ այս մարզում մենք կողք կողքի որպես եղբայրներ ապրում, արարում ենք, ստեղծում ենք այն Հայաստանը, որը լինելու է մեր երեխաների պայծառ ապագան։ Շնորհավոր բոլորիս տոնը։ Շնորհակալություն պարոն մարզպետ։ Բեմ է հրավիրվում Հայաստանի Հանրապետության մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։ Շնորհակալություն, գերաշնոր տերեր, հարգարժան ներկաներ, հարգարժան պարոն մարզպետ, պարոն նախարար, պարոն Սարգսյան։ Այսօր իսկապես կարելի ասել, որ պատմական օր է, որովհետև բոլորս գտնվում ենք այստեղ, այս սրբատեղիում բացելու համար, նշելու եւ տոնը եւ բացելու համար մի հրաշալի հուշակոթող,
որը իր մեջ ներառում է հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամության ողջ պատմությունը։ Քարերը նույնպես խոսում են մեր ամբողջ պատմությունը եւ հայ ժողովրդի պատմությունը խոսում քարերի տեսքով այսօր ներկայացվում է ողջ հանրությանը եւ կարծեք թե պատմության բերումով հայ եւ եզդի ժողովուրդները նույնատիպ ճակատագիր են ունեցել, նույն մակարոններն են ունեցել իրենց կյանքը ապահովելու, իրենց երջանիկ ապագան կերտելու համար։ Եվ ես մեծ այսպես հուզմունքով եմ ուզում այսօր նշել, որ մեր եզդի հայրենակիցները այսօր իրենց մշակութային ինքնության պահպանման առումով ամենաակտիվ, ամենամեծ համայնքներից մեկն են։ Ուզում եմ շնորհակալությունը հայտնել նաև կառավարության անունից այն համագործակցության համար, որ այս համայնքը իր մշակութային գործունեությամբ իրականացնում է։ Բոլորիս համար արդեն այստեղ խոսողները նշեցին, որ մեծ ցավ էր այն ոճրագործությունը, որ ապրեց եզդի ժողովուրդը մոտ 15-20 օր առաջ։ Անեծք եւ նզով կարելի ասել այն մարդկանց, որոնք ոչ միայն այդ ցեղասպանությունն են շարունակում, գուցե ինչ-որ պատմական հիմք ունենալով, այլ նաեւ մշակութային ցեղասպանությունն են շարունակում։ Խոսքը մեր Դերձորի խոնարհված եկեղեցու մասին է նաեւ։ Ինչևէ, ես հավատացած եմ, որ հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամությունը հարատև է լինելու, որովհետև մենք այսօր միասին, սիրելի հայրենակիցներ, մեր անկախ Հայաստանի ապագան ենք կերտում միասին։ Շնորհավորում եմ բոլորիդ այս սրբատեղիում եւ կարծում եմ այս հուշարձանները արդեն սրբացել են, քանի որ գտնվում են այստեղ։ Շնորհակալություն։ Մենք հրավիրում Հայաստանի Հանրապետության կառավարության կրոնի եւ ազգային փոքրամասնությունների վարչության պետ Վարդան Աստղատրյանին։ Ողջունում եմ ձեզ, հարգարժան Հայաստանի Հանրապետության ղեկավարության ներկայացուցիչներ, ջուրեր, պատվիրակներ, եզդի ժողովրդի այլ երկրներից եկած եւ եզդիական համայնքին հայերից նրանց ովքեր ներկայ են այստեղ բոլորին ողջունում են։ Մեր մարմինը, որ գործում է կառավարության աշխատակազմում, իր նպատակն ու գործառույթն ունի ուշադիր լինել ազգային փոքրամասնությունների նկատմամբ, նպաստել նրանց համար լեզվի, մշակույթի պահպանման եւ զարգացման ուղղությամբ եւ քայլեր ձեռնարկել, որպեսզի այն փոքրաթիվ խմբերը այդ էթնիկ միավորների, որոնք գործում են եւ ապրում են Հայաստանում, նրանք կարողանան սեփական ինքնությունը ըստ արժանվույն պահելու եւ զարգացնելու։ Անցած տարիների ընթացքում մեր աչքի առաջ այս հուշահամալիրը կամ ավելի ճիշտ կլինի ասել եզդիների հոգեվոր եւ մշակութային համալիր կենտրոնը կերտվեց աստիճանաբար։ Նախ տաճարը կառուցեցին։ Մի երևույթ, որ իսկապես եզդիների համար եզակի մի երևույթ էր 100 տարիների ընթացքում անցած։ Եթե չասենք ընդհանրապես, որովհետև Լալշում գտնվում է միակ տաճարը եզդիների։ Այնուհետև դրա շուրջ սկսեց ձևավորվել այն ամայի հարթակը, որ կար այստեղ տարածությունը, աստիճանաբար բարեկարգվեց, ստեղծվեց հսկայական այդ մշակութային կենտրոնի տարածքը, որտեղ եզդիները կարող են իրենց մշակույթի ավանդության, իրենց առօրյա ծեսերի հետ կապված ուրեմն միջոցառումներ նշել եւ իրականացնել, ուսուցում իրականացնել եւ ամեն բան ինչ որ կարող է անցնել համայնքի մտքով եւ կկարողանա եռանդ ու ուժ ներդնել, կերտել կամ կազմակերպել տարբեր միջոցառումներ։ Այստեղ այսօր նաեւ կառուցված տեսնում ենք այս հուշակոթողները։ Այս ամենը խոսում է այն մասին, որ եզդի ժողովուրդը իր մեջ հսկայական ուժ գտավ։ Եվ դա շատ հետաքրքիր է այն պահին կամ այն պահերին մոտ, ինչ եղավ վերջին շրջանում։ Ցավոք սրտի 100 տարի հետո այս տարածքում կրկնվեց այնպիսի մի իրադարձություն, որը ժամանակին մասնավորաբար հայ ժողովրդին բնաջնջելու նպատակ ուներ։ Եվ հիմա 100 տարի անց, երբ որ մարդկությունը, քաղաքակիրթ հասարակությունը կարծում է, թե հասել է այն մակարդակին, որ արդեն կարողանում է տիրապետել եւ ապահովել բարոյական եւ բարձր գիտակից մակարդակի իրավահարաբերություններ, մարդկային փոխհարաբերություններ, հանկարծ մեր ժամանակներում տեղի է ունենում այն 100-ամյա երևույթի վերստին կրկնումը։
յուրովի իհարկե։ Եվ այն ժամանակ արդեն տեսնում ենք, որ մեկ այլ ազգության հին ազգերից ևս մեկին բնաջնջումն է իրականացվում։ Դա այլ բան չէ, եթե ոչ ոչրագործություն եւ հանցագործություն, որովհետեւ մի էթնոսի, մի կրոնին պատկանող հսկայական թվով մարդկանց միտումնավոր եւ հետեւողական կերպով բնաջնջում է կատարվում։ Իր արմատից կտրել, հեռացնել իր ավանդույթներից, փորձել այնպիսի իրավիճակում պահել, որ նա չկարողանա ինքս ինքը գտնել, կազմակերպել եւ գոյատևել։ Այլ բան չես կարող ասել, քան ոչրագործություն։ Եվ կարծես նախախնամություն լինի, այսպես մի խորհրդավոր միտք է գալիս, որ այս դեպքերից 3 տարի առաջ մոտավորապես հայ եզդի ժողովուրդը իր մի որդիներից, զավակներից մեկի նախաձեռնությամբ այստեղ սկսում է կառուցել մի տաճար, այն տաճարը, որի դեմ ուղղված էր, որը սարքող ժողովրդի դեմ ուղղված էր այս ոչրագործությունը։ 3 տարի հետո Հայաստանում համալիր տեսքով կանգնած է այս կենտրոնը, այս տաճարը եւ հիմա մեր աչքի առաջ այնտեղ, որտեղ այդ ազգը իր կենցաղն էր ապահովում, իր ավանդույթներով բնաջնջմանը ենթարկում եւ տարհանման։ Իսկապես այստեղ խորհրդավոր մի բան կա։ Եվ ես ուզում եմ ասել, մաղթել բոլորիդ, որպեսզի պահեք այն ոգին, որ ունեք, որով դուք կարողացաք ձեր զավակների միջոցով կերտել այս համալիրը, լցրեք այն բովանդակությամբ, ձեր էությամբ, ձեր ազգին եւ հատուկ կրոնական եւ մշակութային ամբողջ լիությամբ ցույց տվեք ձեր մշակույթը նորովի ի հեճուկս այն ուժերի, որոնք լալաշուն փորձեցին կիրառել։ Շնորհակալ եմ։ Երկրապահ կամավորականների միության նախագահ Արցախի հերոս գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ուղերձը հրապարակելու համար բեմ եմ հրավիրում միության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանին։ Եզդի ժողովրդի սրբատեղիացման 2-րդ տարեդարձի եւ բարեկամության ու շահամալիրի բացման արարողության կապակցությամբ ուղերձ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ եւ պատանի երկրապահների, երասերունդ երկրապահի եւ անձամի մանունից շնորհավորում եմ սրբատեղիի զիարատի ոցման 2-րդ տարեդարձի արդիվ, ինչպես նաեւ հայ եզդիական բարեկամության ու շահամալիրի բացման արարողության կապակցությամբ։ Հայ եւ եզդի ժողովրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից եւ շարունակվում է, որովհետև դժվարությունների, փորձությունների պահին հայ ժողովուրդը կանգնել է եզդի ժողովրդի թիկունքին։ Միաժամանակ պատմության անցած քարոզիներում եւ մեր օրերին իր մղած ճակատամարտերում հայ ժողովուրդը մշտապես զգացել է եզդի ժողովրդի զորակցությունը։ Դրա վառ ապացույցն է եզդի ժողովրդի լեգենդար զավակ Ջանգիր աղայի գործունեությունը։ Նրա հրամանատարությամբ եզդի կամավորականների հերոսական մասնակցությունը Սարդարաբադի եւ Վաշապարանի ճակատագրական մարտերին։ Եզդիները հայերի հետ հավասարապես մասնակցել են հայրենական մեծ պատերազմին։ Ես բարձր եմ գնահատում եզդի ժողովրդի զավակների մասնակցությունը նաև արցախյան գոյամարտում։ Հայ ժողովրդին պարտադրված վերջին պատերազմում արցախյան շարժման առաջին օրերից Էջմիածնի կամավորական ջոկատի կազմում կային եզդի տղաներ։ Հետագայում 5-րդ բրիգադի կազմում իմ հրամանատարությամբ խիզախորեն մարտնչում էին մի քանի տասնյակ եզդի մարտիկներ, որոնցից շատերն իրենց կյանքն ու առողջությունը չքնայեցին հայ ժողովրդի հաղթանակի համար, այն համարելով իրենց հաղթանակը կռվելով հողի, ընտանիքի, ընտանիքների ու ծնողների, հարազատների պաշտպանության համար։ Այսօր էլ եզդի ժողովուրդը ապրելով Հայաստանում իր զավակներին ուղարկում է հայոց բանակ, որն իր բանակն է համարում, շենացնում է հայոց երկիրը, որն համարում է իր երկիրը։ Վերջերս եզդի ժողովրդի հանդեպ կատարված ոչրագործության դեմ ընդվզեց ողջ հայ ժողովուրդը։ Ես բոլոր երկրապահների անունից առանձնահատուկ վերաբերմունքով հայտնեցի իմ դիրքորոշումը, իսկ մեր մարտական ընկեր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից դատապարտեց եզդի ժողովրդի հանդեպ կատարված ոչրագործությունը։ Հարգելի եզդի ժողովրդի զավակներ, հայրենակիցներ, Եվս անգամ շնորհավորում եմ սրբատեղիի ոցման տարեդարձին եւ այս հրաշալի խորիմաստ ու շահամալիրի բացման արարողության կապակցությամբ եւ աշխատասեր մեր երկու ժողովրդների մաղթում հաջողություն ու խաղաղ երկինք։ Հարգանքներով Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Արցախի հերոս Զորավար Մանվել Գրիգորյան։ Սիրելի հայրենակիցներ, նաեւ հանձնարարություն ունեմ ներկայացնելու Զորավարի հրամանը մի շարք ազատամարտիկ եզդիների պարգևատրման մասին։
հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի եւ Արցախյան ազատամարտին մասնակցելու, ինչպես նաեւ հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամության ու շահամալիրի բացման կապակցությամբ հրամայում եմ պարգևատրել Հայաստանի Հանրապետության երկապահ կամարականների միության ԵԿՄ 20 տարի Հոբելյանական մեդալով Միրզա Չուլոյի Սլոյանին պարգևները հանձնելու համար բեմ եմ հրավիրում երկապահ կամարականների միության վարչության նախագահության անդամներ Կարեն Գրիգորյանին եւ Հայրապետ Կարապետյանին, Սարիկ Հայրապետյան, մեր սիրելի Սարիկին։ Նաև տրվում է Սլոյանին ԵԿՄ անդամության անդամատոմս, քանզի մենք համարում ենք, որ երկապահ է ողջ եզդի ժողովուրդը։ ԵԿՄ 20 տարի Հոբելյանական մեդալով պարգևատրում են նաև Անդրանիկ Ալմաստի Արթենյանը, Սիավանդ Մստոյի Սադոյանը, մենք բազմաբարդ ենք, ես կխնդրեմ Ուսուփ Աթարի Սարհանգյանը, Ռզգո Աթարի Սարհանգյանը, Ռուստամ Սայելի Բրոյանը, 5-րդ բրիգադ 20 տարի Հոբելյանական մեդալով պարգևատրվում են Խասեմ Ռազի Ազմանյանը, Գյուլնարա Շեկոյի Կոկլյանը, Ռզա Պրիստավի Օզմանյանը, Սոս Սմոյի Շամոյանը, Խուդեդա Ուսուբի Ուսուբյանը, Շնորհակալություն։ Շնորհավորում ենք Հայաստանի եզդի զավակներին, շնորհավորում ենք բոլորիդ։ Բարեկամներս, բեմ է հրավիրում Հայաստանի Հանրապետությունում Իրաքի արտակարգ եւ լիազոր դեսպան Ղազի Խալտին։ باسم العراق أهني اليزيديين بالعالم بهذا اليوم المقدس الذي جرى بحق اليزيديين في العراق جريمة بشعة ضد الإنسانية. Ինչ դեղի ունեցավ եզդի ժողովրդի հետ այդ ոչիրը մարդկության թեմ وإبادة جماعية եւ ցեղասպանություն جينوسايد في القرن الجديد եւ մեր նոր դարաշրջանում ցեղասպանություն ولكن نحن ماضون في الحرب ضد هذا الإجرام هؤلاء المجرمين բայց մենք գնում ենք առաջ այս ոչրակորցներու թեմ բادرազմելու في هذا اليوم المقدس أهنئ اليزيديين بهذا المعبد المقدس شنرابروم هم يزدي كاتينرين ايس سبادريت كابكتيان ونهنئهم على هذه الأخوة الرائعة بين اليزيديين والأرمن. يشنرابروم كايس راشالي بارغاموتيون ورونين يزدي فاجورتر يخبارتيون في ظل حكم الرئيس ساركسيان. ميزاركو بارون ساركسياني ريغابارتيان دركو. مرة ثانية أهنئ الجميع
Եվս մեկ անգամ շնորհավորում բոլորին وأتمنى أن نلتقي في المستقبل بوضع أفضل وانتصارات أفضل لليزيديين. Եվ ցանկանում եմ մոտ ապագայում ականատես լինենք նորանոր հաղթանակների։ شكرا جزيلا لكم. Շատ շնորհակալություն ձեզ։ Ողջույնի խոսք ունի Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Մելքոնյանը։ Եզդի ժողովրդի սիրելի զավակներ, Հայաստանի Հանրապետության պետական հայրեր, գերաշնորհ, ոգեշնորհ, բարեշնորհ հայրեր։ Կարծում եմ շատերդ իմ խոսքը լսած կլնեք հեռուստաէկրաններից ուղղված եզդի ժողովրդին, բայց ես ասեմ շատ ուրախ եմ այսօրվա համար, որ նման հնարավորություն է ընձեռվել անմիջապես ուղղակի շփման տարբերակով երախտիկի խոսք ասելու ձեզ։ Հիշեցնեմ, որ մեր բարեկամությունը հենց այնպես չի ծնվել, այն ժամանակի փորձության ենթակա հազարամյակների պատմություն ունի։ Մենք ունենք ընդհանուր արմատներ, մենք արիական հնդեվրոպական ժողովուրդ ենք, որոնք ձևավորվել են այս տարածաշրջանում, հայկական լեռնաշխարհում, հյուսիսային ասորիքում, ունեցել ենք մեկ ընդհանուր տարածաշրջան եւ զարմանալիորեն նույն ճակատագիրը։ Ուշ միջնադարում մենք հայտնվելով Օսմանյան կայսրության ճիրաններում երկու ժողովուրդներս էլ ճաշակել ենք հպատակ ռայա լինելու կարգավիճակի դառնությունները։ Մեզ անվանել են անհավատ, մեզ անվանել են գյավուր, բայց իրական հավատը մենք ենք ունեցել, մենք ենք այս հողին ու հայրենիքին հարազատ եղել եւ այսօր էլ շարունակում ենք մնալ այդպիսին։ Ես այն անձնավորությունն եմ, որ երբևէ շողոքորթել չգիտեմ ոչ մեկին, բայց ես խոնարհումով դիմում եմ ձեզ ասելով. սիրելի եզդիներ, երկար տարիներ այս հողի վրա ապրելով դուք վաստակել եք Հայաստանը հայրենիք ունենալու իրավունքը։ Ասում եմ անվերապահորեն, որովհետև իսկապես հայրենիքը դա այն հողակտորն է, որը վաղ միջնադարում մեր պապերն ասում էին, հորից որդուն անցնող ժառանգությունն է, բայց միայն դա չէ իմաստը, իմաստը նաև այլ է, այդ փոքրիկ հողակտորին տեր դառնալու նրա ինքնությունը, նրա վրա ապրող ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու մեծագույն պարտականությունն է, մի բան, որ հայերն ու եզդիները այս հողի վրա արել են համատեղ։ Դրա վկայությունը այս հուշարձաններն են, մեր մեծերն են, նրանց հավերժ բարեկամությունն է։ Այսինքն մենք միմյանց շողոքորթելու որևէ հիմք չունենք, մեր պապերը մեզ ճիշտ ուղղորդել են իրենց անցած ուղիով։ Օրեր առաջ, երբ որ մեծահարկ Միրզաբեկի հետ սեղանի շուրջ ես դարձյալ բարեմաղթանքի խոսքեր ուղեցի եզդի ժողովրդին եւ իմ ցավակցությունները հայտնեցի այդ մեծ ողբերգության առիթով, ասացի, որ ձեզ եզդիներին ես մաղթում եմ, որ դուք ունենաք կենսագոյության գերագույն կարգավիճակը, այն է ունենաք անկախ հայրենիք։ Զարմանալիորեն նա նեղացավ ինձնից, ես այդ պահին չհասկացա, բայց հետո ընկալեցի, թե ինչ է նշանակում։ Նա ինձ հակադարձեց ասելով, մենք ունենք հայրենիք, Հայաստանը մեր հայրենիքն է։ Հիմա ես, սիրելի եզդիներ, ձեզ դիմելով առաջարկում եմ միջին տարբերակը։ Մենք հայերս ունենք մի երազանք, Արաքսից այն կողմ մեր բռնազավթված հայրենիքն է, Արևմտյան Հայաստանը, թշնամին նույնն է, նույն թշնամին, նույն ձեռագիր 1915-ի, նույն թշնամին, որի ուղղորդմամբ այսօր մորթում են եզդի երեխաներին, սպանում են, պայթեցնում են նաև հայ քրիստոնյաներին, Մարգադեի ու Սուրբ Նահատակած եկեղեցին դերձորում։ Ուրեմն եթե թշնամին մեկն է, մեր նպատակը նույնն է։ Միասին պիտի կերտենք ազատ, անկախ միացյալ Հայաստանը, որի հարցում ես համոզված եմ եզդի ժողովուրդը մեզ հետ է։ Շնորհակալություն։ Հայաստանի երիտասարդ եզդիների անունից Սաիդ Ավդալյան։
Հարգելի հյուրեր, սիրելի հայրենակիցներ, նախ թույլ տվեք ողջունել ձեզ բոլորին այս հիասքանչ օրվա արդիվ, որն ամեն անգամ առիթ է հանդիսանում եզդի ազգաբնակության համար մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ հավաքվելու այստեղ և կիսելու միմյանց ուրախությունը։ Իրավի, այսօր տոն է մեզ բոլորիս համար։ Հայերի և եզդիների բարեկամության մասին շատ երկար կարելի է խոսել, չէ որ այս երկու հինավուրց ազգերի պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դրվագներ, որոնք մշտապես արժանի են հիշատակվելու և աշխարհին ներկայացվելու։ Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը տվել է Միրզա աղա և Քեշիշ Պոլո միասնական պայքարը ընդհանուր թշնամու դեմ, տվել է Իգդիրի ճակատամարտ, Մայիսյան հերոսամարտեր, Արցախյան գոյամարտ, որը հայ եզդիական եղբայրության մերօրյա ապացույցն է։ Առանց սխալվելու այսօր կարող եմ համոզված կերպով նշել, որ եզդի ժողովուրդը հայերին բարեկամ թերևս միակ ժողովուրդն է, որ վաստակեց հայոց պետականության կերտմանը մասնակից լինելու իրավունքն ու մեծ պատիվը, վաստակեց թուրքական յաթաղանի սպառնալիքի պայմաններում հազարավոր հայերին փրկելու և ապաստան տալու շնորհիվ, վաստակեց ուրախության և դժբախտության պահերին հայորդիների կողքին լինելու, նրանց հետ վերջին կտոր հացով կիսվելու շնորհիվ, վաստակեց 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի ժամանակ իր առաջնորդներ Ջահանգիր աղայի և Ուսուփ բեկի գլխավորությամբ անձնուրաց կռվելու շնորհիվ, վաստակեց Արցախյան գոյամարտում եզդի ազգի արժանավոր զավակներ Գագիկ Քաջոյանի, Թեյմուր Զեյդինյանի, Իսմայիլ Շարոյանի, Օմար Աբդալյանի և այլոց հերոսության և սխրանքների շնորհիվ, եզդի ազգի արժանավոր զավակներ Ուսուփ բեկն և Ջահանգիր աղան իրենց գործունեության ողջ ընթացքում մշտապես ձգտել են ամրապնդել հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը, մշտապես ծառայել են հայոց պետականության վերականգնման և կայացման մեծ նպատակին, միաժամանակ դրա մեջ տեսնելով նաև իրենց ազգակիցների ապահով կյանքն ու ապագան։ Դժվար է մոռանալ այս բարեկամությունը, չէ որ այս բարեկամությունը ոչ միայն եզդի, այլ նաև հայ երիտասարդության համար պետք է օրինակ ծառայի էլ ավելի ամրապնդելու և սերտացնելու հայ եզդիական եղբայրությունը։ Այս հիասքանչ սրբատեղին ոչ միայն Հայաստանի, այլ նաև աշխարհի հեռավոր կետերում հանգրվանած եզդիական համայնքի ներկայացուցիչների համար դարձել է ուխտատեղի։ Դրա մասին է վկայում այսօր այստեղ հավաքված հազարավոր մարդկանց ներկա գտնվելու հանգամանքը։ Իրավի, ես մեծ ուրախություն եմ ապրում տեսնելով այստեղ հավաքված մարդկանց, ովքեր եկել են աշխարհի հեռավոր կետերից։ Պարոն Սլոյան, եզդի ազգը երախտապարտ է ձեզանից։ Ես որպես եզդի երիտասարդ, Հայաստանի երիտասարդ եզդիների անունից շնորհակալություն եմ հայտնում բոլորից, նաև այն մարդկանցից, ովքեր փոքր-ինչ ներդրում և ավանդ են ունեցել հոգևոր այս կենտրոնի և հուշարձանների բացման ազգանվեր գործում։ Հոգևոր այս կենտրոնի և հուշարձանների դերն ու նշանակությունը էլ ավելի է մեծանում, չէ որ ապրելով Հայաստանում այս երկիրը դարձել է մեր հայրենիքը և այստեղ մեր ազգային դիմագիծը դարերի խորքից երկած մշակույթն ու ավանդույթները պահպանելու տեսանկյունից նմանատիպ իրադարձությունների, պատմական իրադարձությունների դերը էլ ավելի է մեծանում։ Շնորհավորում եմ բոլորին այս պատմական իրադարձության օրվա արդիվ, հայ և եզդի ժողովուրդների մաղթում եմ իրենց պատմության ընթացքում ունենալ միայն ու միայն հաղթանակի օրեր, թող Մելեքը Տաուսը մեզ բոլորիս պահապան լինի։ Գնացողն է տեղ հասնում։ Միրզա Սլոյան։ Սրբազան հայրեր, սիրելի ներկաներ, հայրենակիցներ, հյուրեր, տխուր են մեր աչքերը, ու սգում է մեր հոգիները, քանզի 21-րդ դարի դաժան իրականությունը կրկին համոզեց մարդկությանը, որ իսլամի մոլորած հետևորդները հավատալին իրենց վայրակ նախնիների ավանդույթներին դեռևս մնացել են քաղաքակրթության առաջընթացի լուսացքում, նով յաթաղանը փոխարինելով գնդացրի, այս օրերին այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհը նույն անտարբերությամբ ինչպես մեկ դար առաջ էր լուր ականատես է շանգալում նահատակող հազարավոր մեր հայրենակիցների սպանդին, կանանց ու աղջիկների գերուվարությանն ու բռնաբարություններին, մատաղ սերնդի ստրկավաճառությանը, տեղի է ունենում իսկական դասական ցեղասպանություն,
եւ միայն մեր եղբայր հայ ժողովրդի իդեմս Հայաստանի Հանրապետության նախագահ մեծարգո պարոն Սերժ Սարգսյանի անկեղծ զայրույթի եւ բողոքի ձայնն է, որ ահազանգում է աշխարհին միավորված ազգերի կազմակերպության բարձր ամբիոնից։ Մեր խորին երախտագիտությունը ամենայն հայոց Գարեգին II Կապրիկոսին եւ Արցախի նախագահ պարոն Բակո Սահակյանի համերաշխության եւ մեր ազգային ողբերգությունը իրականացնողների դատապարտելու համար։ Շնորհապարտ ենք նաեւ աշխարհահռչակ հայ որդի Շարլ Ազնավուրին, որը եւս բողոքի ձայնը բարձրացրեց իսլամիստների վայրագությունների ու դրանք հրահրողների դեմ, որ հասական այս օրերին աշխարհի եզդիները համահունչ միասնական գործողություններով սատարում են դժոխքում հայտնված Իրաքի մեր հայրենակիցներին։ Այսպիսին է իրավիճակը Շանգանում, իրավիճակ, որ սպառնում է վերածվել համաշխարհային աղետի, եւ այդ աղետը ճուշացավ։ Ալլահի անունից գործող սրբապիցները հանդգնեցին ավերել Աստծու տունը դեր զորի սրբոց դատականց հայոց եկեղեցին, ուր ամփոփված էին մեծ եղեռնի զոհերի մասունքները։ Աթեջու սրբազան այս վայրի մենք կոչ ենք անում Եվրոպաներին ու Ամերիկաներին արթնանալ իրենց անուշքնից, քանզի մի գեղեցիկ օր նրանք էլ ստիպված կլինեն ապրել շայրաթի օրենքներով։ Հայրենակիցներ, հարազատներ, աղոթենք, որ Տաուսե Մալակը ուժ ու կարողություն տա մեզ դիմակայելու այն նոր արհավիրքին, որ մտաբերենք հայ մեծ վարաստեղծ Եղիշե Չարենցի խոսքերը, թե ամեն ինչ ի վերջո վերածում է հողի կամ մոխրի, ամեն ինչ, բացի հիշատակից։ Այսօր սեպտեմբերի 29-ն է, Յարադիտ տոնը եւ մենք կրկին հավաքվել ենք մեզ համար սուրբ այս գողտրիկ վայրում միասին հավերժությանը հանձնելու մեզ հարազատ ու թանկ անձանց հուշարձանները՝ Ուսուբեկ, Ջանգիր աղա, Զորավոր Անդրանիկ, հերոսներ, որոնք շնորհիվ նաև մենք պիտի հարատևենք սրբազան դարձած այս հողի վրա։ Վստահ եմ, որ լեգենդար այս քաջերը այսուհետև կողք կողքի որպես պահապան հիշատակներ պիտի հսկեն հայոց սահմանները, ոգեկնչել մեզ ու մեր սերունդերին, պահել ու պահպանել բիբլիական այդ փոքրիկ դրախտավայրը աչքի լույսի պես, հույս փայփայելով, որ օրերից մի օր իրականանա մեր երազանքը, այցի գնալ մեր նախնիների հայրենիք, ոչ որպես զբոսաշրջիկա մույր, այլ Տիրոջ լիռավ իրավունքով։ Բազմից է խոսվել ու գրվել Զորավոր Անդրանիկի Բազմից է խոսվել ու գրվել Զորավոր Անդրանիկի ու Ջանգիր աղայի հերոսական գործողության նրանց ջերմ ու սրտառուչ եղբայրության մասին։ Նրանք ոչ միայն մարտական ընկերներ էին, այլև հարազատներ։ Ջանգիր աղայի ու Անդրանիկ ռազմական ունակությունները հատկապես փայլուն կերպով դրսևորեցին 1918 թվականի մայիսին Սարդարապետի և Բաշաբարարի բախտորոշ ճակատամարտերում։ Ջանգիր աղան իր 1800 հեծյալներով բացառիկ դեր ունեցավ հայոց զորքի հաղթանակի կերտման գործում։ Աղան իր ողջ գիտակցական կյանքում անհաշ պայքար բերեց իր ազգը թուրք հարստահարիչներից ազատագրելու համար, չխնայելով ոչ առողջություն և ոչ անձնական ունեցված։ Այսօր, սակայն ես առավել հանգամանորեն կցանկանայի ներկայացնել մեր ազգի մեկ այլ արժանավոր ու առասպելական զավակին, որի կիսանդրին այսուհետև իր պատվավոր տեղն է զբաղեցնելու մեր սրբավայրում։ Ուսուբեկ Թեմուրյանց, ասլիների նշանավոր ցեղապետ, Ուսուբեկը իր պապի Թեմուր աղայի ու հոր Հասան աղայի նման հրաշալի գիտակցում էր, որ Օսմանյան տիրապետության բռնություններին դիմակայելու պայքարում հայերն ու եզդիները բնական զորակիցներ են, որով պայմանավորված են նաև այն ջերմ զգացումները, որ տածում են միմյանց նկատմամբ ավանդապահ, աստվածավախ ու հավատավոր մեր երկու ժողովուրդները։ Հասան աղայի տան դռները մշտապես բաց էին Սուրմալու Իգդիր այցելող նշանավոր հայերի առջև։ Մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը նույնպես հյուրընկալվել է հասլիների օջախում, թողնելով մի հիշարժան ուսումնասիրություն, եզդիներ վերտառությամբ, իրենց հարևան ազգերից ոչ մեկի հետ եզդիները այդքան սերտ չեն կապված, ինչպես հայերի, որոնց նրանք եղբայրներ են անվանում, գրել է Աբովյանը։ Բեկը կրթությունը ստացել է Իշխմիածնի Գեորգյան ճեմարանում, որտեղ է սկիզբ է դրվել երկու մեծերի
Ուսուբեկի և Կոմիտաս վարդապետի ջերմ բարեկամությունը։ Թերևս սրանով է բացատրվում Կոմիտասի հետաքրքրությունը եզդիական երաժշտության նկատմամբ։ Ուսուբեկը ցեղապետի պարտականությունները ստանձնում է 27 տարեկան 1896 թվականին հոր անժամանակ մայից հետո առավել հիշարժան ու առանձնակի է Ուսուբեկի գործունեությունը 20-րդ դարի սկզբին։ 1914 թվական առաջին աշխարհամարտ ռուսական կովկասյան բանակի զորքերը, որոնց շարքում անձնազոհ կռվում էին հայերի ու եզդիների կամավորական ջոկատները, առաջին շարժում դեպի Թուրքիայի խորքերը, թվում էր մոտ է Արևմտյան Հայաստանի փրկությունը։ Ազատագրման ժամը, բոլշևիկյան հեղաշրջումը, սակայն գլխի վայր փոխեց իրադրությունը կովկասյան ճակատամարտում։ Փլուզվեց ռուսական կայսրությունը եւ Արևելյան Հայաստանը մնաց մենակ թուրքական հրեշի դեմ։ Վճռորոշ Մահու և կենացի հարժ դարձավ Սարդարապատի ճակատամարտը, որին իր հարյուրավոր հեծյալներով մասնակցում էր նաև Ուսուբեկը։ Հաղթանակի արդյունքում պատմական Հայաստանի մի հատվածի վրա 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Հանրապետության հռչակման կապակցությամբ Ուսուբեկը Հայաստանաբնակ բոլոր եզդիների անունից շնորհավորական հեռագիր է ուղարկում Թիֆլիս Հայաստանի կառավարության նախագահ Համո Անջանյանին, վստահեցնելով, որ այսուհետև նույնպես իրեն ոչինչ չեն խնայելու մեր ընդհանուր հայրենիքի բարգավաճման համար։ Առաջի հանրապետության խորհրդարանի կազմում իր արժանի տեղը զբաղեցրեց նաև Ուսուբեկը, առանձնահատուկ ուշադրություն հատկացնելով եզդիների գիր ու գրականության կրթական խնդիրները, որոնք և դարձել են 1920 թվականի սեպտեմբերին Ալեքսանդրապոլում Բեկի նախաձեռնությամբ կազմակերպված եզդիների առաջին համագումարի օրակարգի հարցերը։ 1920 թվականի նոյեմբերը վերջակետ դրեց բոլոր այն ծրագրերի իրականացմանը, որ փայփայում էր Բեկը։ Ավելին, 1929 թվականի վերջերին բոլշևիկները Ուսուբեկին և ինչպես նաև Ջանգիր աղային դատապարտում և աքսորում են Քավառ։ 2 տարի հետո Բեկին տեղափոխվում են Երևանի բանտ։ Ֆիզիկական ոչնչացումից Բեկը և Ջանգիր աղան ըստ էության փրկվում են Աղասի Խանջյանի շնորհիվ, որի միջնորդությամբ 1932 թվականի ամռանը Բեկն ազատվում է բանտից, սակայն աքսորը, բանտը և հոգեկան խռովքը չէին կարող իրենց բացասական հետքերը չթողնել մեր ժողովրդի արժանավոր զավակի Ուսուբեկի առողջական վիճակի վրա։ Եվ 1914 թվականի հունվարի 12-ին 65-ամյա Բեկը հավերժության գիրկն է անցնում սերունդներին ժառանգելով անբասիր անուն կյանքի փառահեղ ուղի։ Հարգելի ներկաներ, մոտենում է հայոց եղերնի մեկ դարյա տարելիցը, ողբերգական այս իրադարձություններին զոհ գնացին նաև հազարավոր եզդիներ, այն ազգը, որոնք այսօր հալածվում են իր հավատքի համար։ Մեր ժողովուրդը հոգու պարտ ուներ հուշարձանք կանգնեցնել հայ եղբայրների 1.5 միլիոն անմերսունակ նահատակների հիշատակին, և այդ հուշարձանն այսօր մեր սրբավայրի տարածքում է։ Վստահ ենք, որ այս հուշակոթողի հնչեցրած տագնապի կոչը կմիաձուլվի տարբեր վայրերում հայոց մեծ եղերնի զոհերի հիշատակի նվիրված մեծ ու փոքր բազմաթիվ հուշարձանների կոչին։ Մարդիկ, զգոն եղեք, որպեսզի աշխարհի որևէ ծայրում այլևս չկրկնվի նման ոճրագործություն։ Սիրելի ներկաներ, խոսքիս ավարտին մենք մեկ հաճելի առաքելություն ևս ունենք։ Այսօր հանրությանն ենք ներկայացնում նաև հայ և եզդի ժողովուրդների հազարամյա եղբայրությունը մարմնավորող մեր այս հոյակապ ու բազմախորհուրդ հուշարձանը։ Ես առանձնահատուկ եմ համարում այն փաստը, որ մեր բարեկամությունը ամրագրված է մեր երկու ժողովուրդների հոգևոր էությունն արտահայտող զույգ խորհրդանիշներով՝ արև և խաչ, միաձույլ, երկուսն էլ կենսունակ, երկուսն էլ հավերժ ու միասնական։ Կրկին անգամ շնորհավորում եմ զիարատի մեր ավանդական տոնի սեպտեմբերի 29-ի կապակցությամբ, մաղթում բոլորիդ անխաթար առողջություն, խաղաղ երկինք և բազում հաջողություններ իբարս մեր նորօրյա հայրենիքի բարգավաճմանը։ Ամփոփիչ խոսք ունի ասելու Երգո Երիցյանը։ Արգելի հայրենակիցներ, երևի թե հարց կլինի հիմա, թե լավ ես բոլորը տեսանք ովքեր էին հեղինակները։
Ուրեմն ես պիտի ասեմ այստեղ ուրեմն հեղինակները շատ էին, բայց ես առանձնապես կուզեմ այստեղ նշել, ընդգծել Տիգրան Յուխանյանին, նա որտեղ է, եթե դժվար չէ Տիգրանը, եթե մոտիկ է բարձրանա բեմ, այս հրաշալի հուշարձանի քանդակագործը Տիգրան Յուխանյանն է, եկեք մենք բոլորս ծափահարենք այդ մարդուն այս կատարած աշխատանքի համար։ Այստեղ նաև այլ հուշարձաններ կան, ես հիմա մյուս տղաների անունները կարող է շատ էպես մանրամասը չհիշեմ, բայց Գետիկ Բաղդասարյանը, վաստակավոր ուրեմն քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը Անդրանիկ Զորավարի եւ Ուսուփ Բեկի հուշարձանների հեղինակն է։ Եվ էլի շատ ու շատ քանդակագործներ։ Ասեմ, որ այստեղ Միրզա Սլոյանի կողքին են եղել շատ մարդիկ, ով ինչ կարողացել է, ինչպես կարողացել է, օգնել է, աջակցել է։ Ես ուզում եմ անպայման այստեղ հիշենք, որ այս տարածքը, որ հիմա մենք տեսնում ենք, վայելում ենք, այս տարածքը Միրզա Սլոյանը նվեր է ստացել գեներալ Մանվեր Գրիգորյանից, երբ որ նա նշել է, որ եկեղեցուն կամ սրբատեղին տարածք չեն վաճառում, այլ միայն նվիրում են։ Եվ այսպիսի բազմաթիվ մարդիկ, ովքեր օգնել են, աջակցել են եւ սրանից հետո էլ մենք Միրզա Սլոյանի կողքին ենք եղել։ Բայց ամենամեծ ծանրությունը իր վրա կրել է Միրզա Սլոյանը։ Արդեն Մոսկվա Երևան ճանապարհը, գիտեք, նա մշտապես բնակվում է Մոսկվայում, Մոսկվա-Երևան ճանապարհը դրա համար կարծես թե ջրի ճամբա էր դարձել, եւ դա էլ եթե չօգնեց գործին, նա արդեն ամիսներ շարունակ ապրում էր այստեղ, գիշեր ցերեկ այստեղ էր, այնպես որ հրաշալու եզդի ժողովրդի հրաշալի զավակին եկեք մենք արից օգտագործենք, եւս մեկ անգամ ծափահարենք եւ ասենք իսկապես շնորհակալություն, որ պարգևել է Հայաստան աշխարհին այսպիսի հրաշալի մի համալիր։ Սա դեռ սկիզբն է, ինչպես Միրզան է ասում։ Եվ բոլորի շնորհակալություն ենք ուզում, այստեղ նրա ընտանիքն է, տիկինն է, բոլորն են այստեղ զավակներով, թոռներով, այնպես որ այսօր մեծ տոնահանդեսը քիչ հետո մեր վարողը կհայտարարի, մենք կողքի հատված ենք քիչ հետո տեղափոխվելու, ձեզ պիտի խնդրեմ անպայման այդ համերգային, ասեմ, ոգեկոչման համերգ է, դա սովորական համերգ չէ, ոգեկոչման, նաև ինչ-որտեղ հերոսականությունը ընդգծող համերգ է, կուզենայի, որ մենք բոլորս այդ համերգը լսեինք, իսկ ավարտին մենք կունենանք միասնության բողոքի պար, թմբուկների զարկի տակ այդ բողոքի պարը, ես գիտեմ մեր հրաշալի եզդի բարեկամները լավ պար բռնել գիտեն, պարի միջոցով միասնություն արտահայտել գիտեն, դրա համար պիտի խնդրեմ բոլորդ միահամուռ համերգի ավարտին այդ դա արտահայտվի, որտեղ դրանով մենք նաև արտահայտելու ենք, հարգելու ենք հիշատակը այն զոհերի, որը ցավոք ունեցանք մենք ուրեմն վերջին ամիսներին։ Այնպես որ մեր տոնահանդեսը շարունակում է, տոնահանդեսը նաև ունի այսպես փոքրիկ հյուրասիրություն, դա դրանից հետո կլինի, այնպես որ մեր տոնահանդեսը հազիվ կիսվել է։ Խնդրեմ։ Հրավիրեմ ձեզ հարևան կանաչապատ տարածք համերգին հետևելու, այս պահին սիրով ձեր ուշադրությունը դարձյալ բեմին եմ հրավիրում, ուր ելույթ են ունենում Արմավիրի մարզի դպրոցականները։ Lechem
Դե սիրելի բարեկամներ, դարպասակամարից ներս քիչ անց կսկսվի համերգը հայ եւ եզդի արտիստների ուժերով։